իրավապահմանիների պատասխանատվությունն է երկրի ղեկավարի գլխավորությամբ, որովհետև անկախ նրանից սպանության պատճառները ինչն են, սպանին վարկածներ չեմ ուզի քննարկել, բայց երբ ավտոմատիկ կրակահերթով մարդիկ են սպանվում փողոցում, միանշանակ իրավապահ բաց թողումն է, երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը և փոխանակ դրանով զբաղվեն, իրավապահ համակարգը չգիտես ինչով է զբաղվում և այո, արդեն երկու օր է անցել է և առնվազն որևէ տեղեկություն չկա կասկածյալների, ձերբակալվածների։ Հույս ունենք, որ մեղավորները կպատժվեն, մենք անելու ենք առավելագույնը, որ հետևողական ենք լինելու առնվազն գոնե շերանելով, որ իրավապահ համակարգի պատասխանատվությունն է և օրենքի շրջանակներից դուրս, որովհետև լուծում չունի այս հարցը, մեղավորները պետք է բացահայտվեն և դատարանի առջև խիստ պատիժ կրեն։ Այս ամեն տակ շրջանակը քաղաքական էմոցիաները նրանք մեղադրում են ասում, ոնց որ ուրիշի մաբան հաշվետվություն են դիվիդենդ հավաքել, այստեղ քաղաքական բացեր չկա, առաջ համադրի մարդը եկավավես հարավետան մեզ ասում են, որ քաղաքական բացերը մասավետու քաղաքական ենթատեքստես անում տեսնում ենք։ Նկատել եմ նման ծայրահեղ մոտեցումներ, Վալոձե Գրիգորյանը առաջին հերթին իմ ընկերն է, մեր ընկերն է և մեր համար սա անձնական ողբերգություն է և այս պահին որովհետև մոտիվ չենք տեսնում և մեր դիրքորոշումը ցույց որ մենք կորցրել ենք մեր ընկերոջը և նաև խնդրում եմ բոլորին զերծ մնալ ծայրահեղ շահարկումներից։ Քաղաքական ծայրահեղ շահարկումներից առնվազն այս պահին զերծ կմնանք որևէ մոտիվի մեկնաբանություն տալուց իրավապահ համակարգի և իշխանությունների նաև պատասխանատվությունը կանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը և դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն և դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ, նաև հիշենք, որ սպանվածներից մյուսը Վալոձե Գրիգորյանի ընկերը Կարենը, այո, որ ես նույնպես մտերիմ եմ, ոստիկանության ծառայող է և ոստիկանությունը կարծում եմ նաև այդ մասով պատվախնդրություն պետք է դրսևորի։ Իդեպ ոստիկանապետ ներքին գործերի նախարարիչ առաջ այստեղ են տեսակ իհարկե որևէ բան չմեկնաբանեցին, չցանկացան խոսել և նորություններ չունեն ճիշտ ասած դեպքի հետ կապված։ Դուք իրենք ուղիղ պատասխանատվությունը տեսնում եք թերացման, վատ աշխատանքի կամ սուրմատների արանքով նայելու մասով։ Բնական է, որ երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Նորից կրկնեմ, առնվազն այն, որ երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը և այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն։ Այսինքն ոչ թե պետք է հենց այդ հանցագործության պահին կանխարգելվի։ Ես չեմ ուզում մասնագիտական մեկնաբանություններ տալ, բայց իրավապահ համակարգը շատ լավ է տիրապետում երկրում հանցագործության պոտենցիալ ունեցող շրջանակներին, առավել ևս փոքր բնակավայրերում և այդ ուղղությամբ աշխատանքները թերացել են, ինչը բարձրի վիճակում է։ Ակնհայտ է, որ հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճ է և նաև բեսպրիձելը արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքերը յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Խնդիրը միայն Վալոձե Գրիգորյանի քաղաքական կարգավիճակը չէ, ցանկացած մարդու նման ձևի ողբերգական մահը իշխանությունների բաց թողումն է և այդ ուղղությամբ աշխատանքները էական թերանում են։ Եվ մի բան է պարոն Արաքելյան, այս դեպքը ողբերգական դեպքը կապ ունի արդյոք Պետրևանյան այս համայնքում նորից տեղի ունեցած կրակոցների ողբերգությանը շրջանակը Ես մեկը մյուսի շարունակությունը կարող է Վալոձե Գրիգորյանը և իր ընտանիքը որևէ առնչություն չեն ունեցել այդ ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի հետ, հետևաբար բացառում եմ, որ այդ դեպքի հետ կապ ունենա, որովհետև որևէ առնչություն նման միջավայրի
Գրիգորյանը չի ունեցել։ Քաղաքական խմբային առումով հակառակորդներն են այստեղի խմբերի բաժանված։ Այո, եղել են որոշակի լարվածություններ, լարվածությունը նաև հրապարակային, դուք էլ եք ականատես եղել, բայց նման մտահոգություն, նման միտում Վալոզա Գրիգորյանի կողմից չի նկատվել, որովհետև գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել իր հետ, լծված էր աշխատանքին, ամենօրյա առաջիկա ամիսներին նույնիսկ ավելի երկարաժամկետ ծրագրերով, այդ օրն է բարձր տրամադրություն ուներ, առաջիկայում հաջորդ շաբաթ նաև Փարաքարի տոնն էր, մեծ ոգևորությամբ պատրաստվում էր այդ օրվան, ամբողջ թիմով, հետևաբար որևիցե մտահոգություն, որ հնարավոր է ինչ-որ մարդկանց հետ լարվածություն լինի, որը կարող է նման խնդիրների բերի, իր մոտ չի եղել միանշանակ։